Խաչատրյան, տեսնում եք ինչ վիճակ է ստեղծված վեհարանի մոտ։ Ձեզ դուր է գալիս այս վիճակը։ Ինչ վիճակ է։ Ժողովուրդը եկեղեցու բակում կանգնած։ Սովորական երևույթ է այստեղ տիրում։ Ես լուրջ բան չեմ տենում, տենց ինչ որ իրավիճակ, որ դուք եք ներկայացնում, ամենայն դեպս ձեր հարցն է։ Լուրջ իրավիճակ այստեղ չկա, միշտ ամեն Օրինակ, ժամերկության այսպես է լինում։ Չեմ կարող ասել միշտ սենց է լինում, թե չէ։ Չէ, այս անգամ սենց է։ Նաև տեսնում եք այնտեղ կանգնած իբրև հոգևորականներ էլ կան, սարգսակներ, դավաճան են ասում, սրբապիղծ են ասում։ Ում է։ Միշտ այսպես է լինում, ձեր այս թվում կանգնած։ Այսպես էլ է լինում։ Այսպես է, ուրեմն իսկ ձեզ հայտնի են։ Էլ չեմ պատասխանում։ Նորմալ է եկեղեցու վերաբերյալ նման վերաբերմունքը, հա, միշտ այսպես վեհապարին։ Եկեղեցու վերաբերյալ չի, եկեղեցու դեմ չի։ Բա ում դեմ է։ Հատուկ մարդու դեմ է։ Բա Նիկոլ Փաշինյանը ասում էր պետությունը եւ եկեղեցին չպետք է Նիկոլ իրար հետ։ Փաշինյանը ինչ ասելա, ճիշտ է։ Ճիշտ է ասել, որ պետությունը եւ եկեղեցին չպետք է խառնվեն իրար Վարչապետը գործերին։ ինչ ասելա, ճիշտ Բա է։ ինչի կառավարությունը մտավ եկեղեցու գործերի մեջ։ Կառավարությունը չի մտա եկեղեցի։ Բա ինչու եք դուք այստեղ, պարոն Խաչատրյան։ Որպես քաղաքացի եմ այստեղ։ Օրենքի սահմանադրության մի կետ կարող եք Հարգելիս, էլ չեմ պատասխանելու, շնորհակալ եմ, ներողություն չեմ Պարոն պատասխանելու։ Խաչատրյան, օրենքի սահմանադրության որ կետով եք։